Ալի Լարիջանի մահը ծանր է նստելու ամերիկա-իսրայելական կոալիցիոն ուժերի վրա։ Պահապանների կորպուսը խոստացել է արյան վրեժ լուծել մեծ նահատակի եւ սրբազան պաշտպանության մյուս նահատակների համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է անդրադարձել Լարիջանի սպանությանը, հայտնելով Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ինքնիշխան Իրանի ղեկավարության ներկայացուցիչների առողջությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունները, առավել եւս նրանց սպանությունը։ Օրվա ընթացքում տեղեկություն տարածվեց նաեւ, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը սպանվել է։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ վերջինս սպանվել է մարտի 18-ի գիշերը Թեհրանում գտնվող իր տան վրա հարձակման ժամանակ։ Իրանի զինված ուժերը հարվածել են Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր բազաներին։ Թիրախավորում է Միացյալ Նահանգների եւ ընդհանրապես համաշխարհային էներգետիկ կենտրոնների, ինչը լրջագույն ճգնաժամ է առաջացնում։ Ես կարծում եմ, որ շարունակման դեպքում ավելի մեծ ճգնաժամ կարող է առաջացնել համաշխարհային տնտեսության մեջ, ինչը այս պարագայում Իրանի համար ռազմավարական հաջողություն է, որը պետք է ենթադրի տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամը ծառայեցնել ռազմավարական հաղթաթուղթ որպես։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկություն տարածեց, որ հրթիռային հարվածներ է հասցրել Թել Ավիվի, Բիրշեբայի, Հայֆայի եւ Աքրայի վրա։ Կա ինչպես Չինաստանի пассив աջակցություն, նաև ակտիվ աջակցություն այն իմաստով, որ մատակարարվում է թե զենք եւ ռազմամթերք, ինչպես նաև կարծում եմ բավականին լուրջ հետախուզական տվյալներ են փոխանցվում Իրանին, առանց որոնց պարզապես հնարավոր չէր լինի նման կետային հարվածների հասցնելը։ Իրանական հրթիռները ստիպել են ԱՄՆ ռազմածովային ուժերի Աբրահամ Լինքոլն ավիակրին նահանջել տարածաշրջանից։ Բնականաբար այնինչ կարծես թե կանխատեսել էր Միացյալ Նահանգները չստացվեց, կարճ բլիցկրիգ էին ակնկալում, ինչը տեղի չունեցավ եւ հիմա պատահական չէ, որ նրանք դժգոհում են ՆԱՏՕ-ից, Եվրամիությունից, որ չաչակցեցին իրենց։ Խաթամ ալ-Անբիա գլխավոր շտաբի ներկայացուցիչն էլ անգլերենով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնելով, թե պատերազմի ելքը որոշվում է ոչ թե թվիթներով, այլ մարտի դաշտում։ Հենց այնտեղ, որտեղ դուք եւ ձեր զորքերը չեք համարձակվում ոտք դնել, այս պատերազմն ավելի ճիշտ կլինի անվանել ոչ թե էպիկական ցասում, այլ էպիկական սարսափ։ Եթե ցամաքային օպերացիա սկսվի, ապա Իրանը վիճակի կլինի շատ ավելի ծանր կորուստներ պատճառել Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, ինչը բողոքի նոր դժգոհության նոր ալիք կարող առաջացնել նույն արևմուտքում։ Դրա համար էլ կարծում եմ առայժմ կարծես թե ձեռնպահ են մնում ցամաքային օպերացիայից, որտեղ տեսեք, եթե պաշտոնապես հայտարարվում է, որ Միացյալ Նահանգները այսօր մոտ 20 զոհ ունի, ցամաքային օպերացիայի դեպքում ակնհայտ է, որ 10-տապատիկ, 100-տապատիկ ավելի կլինեն։ Ալ Ջազերա հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանի բարեկամ երկրներից որոշները հարաբերություններ են հաստատել իսլամական աշխարհի մեծագույն թշնամի Իսրայելի հետ։ Իրանցի պաշտոնյան նաև հրապարակել է Ջո Քենթի հայտարարությունը ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնից նրա հրաժարականի վերաբերյալ։ Քենթը նշել էր, որ Իրանը անմիջական սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար։ Վերջին 47 տարիների ընթացքում մեր բարեկամները ռազմական բազաներ են տրամադրել Միացյալ Նահանգներին։ Մեր բարեկամներից ոմանք հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ, որն իսլամական աշխարհի մեծագույն թշնամին է։ Իդեպ Հայաստանում Իրանի դեսպանը վերահաստատել է, ադրբեջանական կողմը չպետք է ենթարկվի Իրանի թշնամիների ազդեցությանը։ Ըստ դեսպանի, Նախիջևանի եւ Թուրքիայի տարածքում արձակված հրթիռները Իրանի թշնամի պետությունների կողմից են եղել։ Դրանք ըստ դիվանագետի սադրանքներ էին, որոնց նպատակը եղել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ներգրավումը հակամարտության մեջ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։